Թայքուն։ Արի Թայքուն ջան, արի։ Քանի սերունդ գետած եկ պահել։ Այնտեղ չհասավ։ Էս էլ ձեզ։ Մարդու աչքերի նման աչքեր ունի։ Էլ ես ուզում։ Ճիշտ եմ անում։ Եթե չես գալու գնանք մենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ։ Գարիկ է անունս։ Հա, իմ անունն էլ Սոսա, եկել եմ այսօր գործի։ Շատ ուրախ եմ։ Աշխատանքի։ Հերթով դուք կասեք, էլի արդեն կհամակարգեք ոնց։ Փորձություններ են, թե ուղղակի աշխատանք։ Աշխատանք, բայց հետաքրքիր։ Դե սիրով։ Դե շարժվենք առաջ։ Եղավ։ Այդքանք ակվատերային։ Այնտեղ կփոխենք արդեն, չէ՞ հակի։ Այո։ Օծերից վախենում ես։ Հա, դե եթե թունավոր ապտիկացի, հա։ Չէ, վախենալ պետք չի, պետք է զգուշանալ։ Հեսա դու կհամոզվես, որ օծերը շատ բարի կենդաններ են։ Բարև ձեզ։ Դու կարես Մենակ եմ լինել, թե ինչ-որ գործընկեր ունենալու եք։ Գործընկեր ունենալու ես Միասին ենք լինելու։ Լիաննայի հետ։ Լիաննա ջան, ես պատրաստ եմ։ Թարմացնում ենք իրանց փայտը, դրա համար իրանց կարանք հանենք, նորը լցնենք ու խոնավացնենք, իրանց դնենք հետ տեղը։ Հասկացա։ Իսկ ես ինչ օծա։ Սրանք վագրանաշ պիթոններ են, տարբեր գունավորմամբ։ Թունավոր չեն։ Պիտոնները թունավոր չեն։ Պիտոնները, վիշապները թունավոր չեն, թունավոր օծերից ունենք մեր տեղական գյուրջան եւ իժը։ Իրանց հետ գործ չենք անելու։ Իրանց հետ գործ չունենք։ Իրանք հանգիստ են, իրանց կարակ հանգիստ բռնեք։ Ոնց թողեք ինքը ձեր վրա տեղավորվի։ Ինքը կարա ստեղ մնա։ Շատ սիրուն։ Համեմատած ավելի հանգիստ կենդանիներ են, դրա համար ավելի հեշտ է իրանց հետ աշխատելը։ Հասկացա։ Իսկա որ մի աշխատակցի օրինակ իրենք տենց էներգիայով այդքան էլ չեն համակրում, մեկին համակրում են, թե Չէ, հենա, տեսեք, ձեզ լավ էլ համակրում է։ Իրան կարա գցեք ձեր ուսերին, որ ինքը ձեր ձեռքերը չզբաղացնի, ես հիմա գործիքները բերեմ ու մաքրենք։ լավ։ Հա։ Հեսա կոքն է։ Այս ձեռքս չի թողում։ Իրանք դե գիտեք ոնց որ պիտոններն ու վիշապները, իրանք խեղտող կենդանիներ են։ Չէ, իրանք լավ կերած են, ձեզ չեն խեղտի։ Իրանց խոնավությունը ապահովելու համար sense մամուրներ ենք մենք դնում։ Իսկ իրան էլ որ դնեմ ներքևը գետնին։ Գնա մի հատ ընկերոջդ մոտ դու։ Լավ կենդանիներ են, չէ, հանգիստ, խաղաղ, առանց աղմուկի։ Հիմա հանում ենք մի մասը, հա, որը որ էս չորացած մամուրներով է։ Այս ամբողջը դատարկում եմ։ Այս միշտ բախտս չի բերում, բաճկոնները վրայովս փոքր է լինում։ Փոքր է լինում։ Ինչ հավես, բայց բան է, ինչ հա հողա, չէ։ Կոկոս է, էլի ոնց որ, էդ էլ է բնական։ Հա, ես էլ սիրով սրա վրա կքնեի։
Հիմա կերակրում ենք կոկորդիլոսներին։ Այո։ Բայց որ կուշտեն համերաշխ ապրում են իրար հետ, ինչ լավ է։ Մենք հիմա այստեղ ունենք 2 տեսակի կոկորդիլոս։ Իրենք բավականին ագրեսիվ են, դրա համար ես իմ մոտ ունեմ հիմա այս Բա ես կոկորդիկը։ չունեմ դրանից։ Կասեք անվտանգության կանոնները այս պահին։ Երբ որ բացեմ, իրանք միանգամից արձագանքելու են, դրա համար դուռը միանգամից չենք բացում, բացում ենք որոշակի չափի։ Իրանք արդեն գիտեն, որ ես իրենց պետքա կերակրեմ։ Պահե։ Ես կարող եմ ուղղակի պահել։ Մոտավորապես այսպես գործողություն է լինում։ Նու այնպես։ Այստեղ վտանգը որն է, որ մի քիչ ուղղակի իրանք ռեակցիային պետքա սովոր լինենք, որ հասկանանք երբ են իրանք պատրաստվում դուրս գալ։ Դրա համար դուռը պահում ենք քիչ բացած։ Իսկ ինչ ենք տալիս իրենց ուտել։ Իրենց տալիս ենք ձուկ, ներկապահին ձուկ ենք տալիս։ Սա սառացրած իշխան է, բայց նաև տալիս ենք մուկ, միս, ծովախոզուկ, այսինքն կենթանիկեր են ուտում նաև, միս են ուտում սովորական, տավարի միս են ուտում։ Իսկ եղել է որ կծի ձեզ։ Իրանք չէ, բայց փոքր է եղել է որ կծեն։ Փոքր կոկորդիլոս ունենք։ Ոչ մի բան, ուղղակի մի քիչ ցավացել է ձեռքս։ Անուշ լինի։ Ով է սոված։ Դու այս մեկը ոնց որ լավ սոված է, հա։ Լավ, հələ մի րոպե, խելոք։ Ես քեզ։ Շատ լավ։ Հոп։ Ահա, շո։ Այդ տարավ ենք արդեն։ Անուշ լինի, եղբայրներ։ Այս էլ մեր կոկորդիլոսները։ Վերջ, կոկորդիլոսները կուշտ են, պիտոնները հարմարվել են։ Այսօր այստեղի գործը ավարտվեց, կարող եմ ձեզ ուղեկցել մյուս բաժին։ Ջան, ծանոթացեք, Արտուրը խնամում է սպիտակագլուխ անգլերեն։ Ախեմ Արտուր ջան։ Իրանք անվնաս են Քանիսն են այստեղ։ 15։ Իսկ իրենց խնամքը ինչա իրանից ներկայացնում, Արտուր ջան։ Կերակրել, հա, Կերակրել, մաքրել։ դա մենք առաջ չենք գնում շատ, որ էսը, ստեղուս կարանք, Ահա, այնտեղից չպրտում ենք։ այսը, իրանք գնես։ Դուք խամեք դրա համար, չախել է։ Էս էլ ձեզ։ Այնտեղ չհասավ։ Դու որ խամ մարդիկ եք, Հա, դրա համար առաջ չենք գալ, հիմա որ մի քիչ գնանք ընդ արդեն իրենք գան իրենց կերեք ուտեն։ հասկացա։ Կերակրեցինք, կհիշեն ինձ, որ մյուս անգամ գամ։ Որ ջութ անենք գալ։ Հա։ Հիմա ինչ ենք անելու։ Նրանք փաղին կերակրելու, Գնաց։ մշակելու ու մնացած աշխատանք։ Ինքը շատ բարի է։ Ինչն է ամենաբարդը ձեր գործում։ Հասկանալ կենթանու հոգեվիճակը, կենթանու հիվանդությունը, լեզուչունի, շատ ահագին բաներ կա բարդ։ Ամեն ինչն էլ բարդ է։ Իսկ ճանաչում են կենթայիները։ Անպայման։ Անհնար է, չէ՞ մարդը այստեղ աշխատի, բայց կենթայիներ Դե չսիրի։ ելնում է դեպքեր, որ չսիրելով են ստիպված են աշխատում, չունենալ, բայց երկար չեն կարող։ Պետք է սիրելով աշխատես, որ երկար աշխատես։ Հա, միանշանակ։ Բա անունը ինչ է այս փղի։ Բումկա։ Մեր բումկան։ Սոված է։ Դե սոված, տեն սոված չի, բայց ուտելու ժամն է։ Հա։ Կծանոթացնեմ մեր բժիշկի հետ ու կփորձես օգնել։ Բարև ձեզ։ Բարդես։ Սոս։ Մեզ եկել է օգնելու սոսը։ Խնամելու ինչ։ Այսօր այս ժամին մենք զբաղվում ենք այդ փղի եղունգների մշակումով, քանի որ փղերը իրենց բնական պայմաններում երկար քայլում են, իրենց մոտ նորմալ մաշում է, այդ եղունգների մասից կենտրոնաբանական այգիներում միշտ դա խնդիր է, քանի որ կերը իրենց դիմացն է, հետևաբար իրենց մոտ եւ քայլելու այդքան
չունեն տարածություն չկա, հնարավորություն չկա, հետեւաբար իրանց մոտ խնդիրներ առաջանում։ Դրա համար ամեն օր կատարում ենք ստոգում, եթե անհրաժեշտության դեպքում նաև խարտում ենք, կտրում ենք։ Մեր փիղը բավականին չար է, քանի որ ինքը շատ զբաղմունք չունի, հետեւաբար իրան նաև զբաղմունքը գտե փորձի մարդկանց բռնի տանի իր մոտ։ Հա, Բայց դա հələ որ բարի բախտաբար այդպես կնճիթով չենք ունեցել։ Կնճիթով փորձել են բռնի տանի իր մոտ։ Հա, բայց քանի Համոզելով չի բռնի։ ազատավանդական են հենց ասարկած, որ իր հնարավորությունը սահմանափակենք, կերակրման ժամանակ ինքը շատ ավելի հանգիստ է, քանի որ զբաղված է ալնում իր ստամոքսով, ինձ որ այս պահով դուք ապահով կլինեք։ Գնանք ներս, Էս վերեցի։ այդ դնում եք ստեղ ու իրան ասում եք ոտքդ տուր։ Հա, ստեղից տա։ Չէ, հետ։ Ինքը կբերի կնճիթը։ Ահա։ Ոտը տուր։ Տուր ոտը։ Ահա, ապրես։ Էլի ա ուզում։ Հա, Սենց շարում եմ, հա։ Հա, դուք պետք է տակ, այդ ինչքան որ գնացել եք, դրանից ավել առաջ չգնաք, վերևից կարա ձեզ խփի։ Քանի որ իր մոտ կարևոր օրգանը ստամոքսն է, Հա։ իրան մեկ է, իրան ինչ կանեն, կարևորը կերը տեղը լինի։ Հասկացա։ Եթե կես չտանք, ինքը այս process-ը չի անում։ Իսկ քանակությունը ճիշտ եմ տալիս, թե։ Հա, լավ է։ Մարդու աչքերի նման աչքեր ունի։ Ավելի խորը, ավելի խելացի։ Ահա, ոչը տուր։ Կոճը տուր, որ ուտելիք տամ։ Հա, էդի ճիշտ արեցիք շատ, որ չտվեցիք, ահա։ Այդ process-ն հենց չեք տալի, ինքը կատարում է գործողությունը։ Այդ իմ շնից եմ տեղյակ, էլի։ Ոչ էլ է, մի քիչ չորած է մաշկը, դրա համար ցենց տեղ ենք կսում, հապկացնող։ Իսկ օրը քանի անգամ եք կերակրում փղին։ Մի 3-4 անգամ նեսա ճյուղերել կտանք կուտի։ Իսկ կա ինչ որ խաղ, որ խաղում է։ Գնդակով, հա, գնդակով է կարելի է խաղալ իր հետ։ Ահ, սոված էիր։ Ոտը տուր, բունկա։ Այս մասը ավելի ապահով է, վերևից շատ տեղ չկա։ Էլի ես ուզում։ Այդ չի կարողանում անցկա։ Կարանա։ Էլ չկա։ Ճյուղ ինչ ենք տալիս։ Ատամների Հա, իրանց ատամները որպեսզի փոխվեն, իրանք բնության մեջ էլ շատ ճյուղեր են ուտում, ու բացի դրանից դա իր համար սնունդ է հանդիսանում։ Այս ուռերին է շատ լավ իրան։ էս ուրենի, հա։ Սա։ Բունկա արի։ Բունկա։ Առաջ չգնաս, հա։ Բայց ուր է ինքը։ Բունկա։ Բունկա։ Կեղծ ծառ ենք ստեղծում, հա։ Հա, որ ինքը գազ զբաղվի։ Հա։ Կնճիթը միջև վերև հասնելու, Հա, ինքը հանգիստ հասնում է։ Բունկա։ Ընտրվեց։ Եթե չես գալու գնանք մենք։ Կարանք մենք այն կողմից մոտենանք, մինչև ինքը որոշի դուրս գա։ Բայց հիմա Սրանք հատուկ գնդակներ են։ ինքը խաղալու ցանկություն ունի։ Հա, ինքը միշտ էլ ունի։ Ինքը զբաղվելու միշտ ցանկություն ունի։ Բունկա, հələ բեր։ Սիչը պլաստմասը է։ Ապրի բունկա։ Հիմա կերա սպասում, բայց լավ ոչինչ, մի հատ է գցեք։ Մի հատ է բեր։ Ինչի՞ց է ամենաշատը բարկանում, որ զայրույթը չի Հա, կարողանում։ երբ որ կերը ուշացնում են իրա, ինքը սկսում է պահանջել այդ կերը, այդ ժամանակ շատ է բարկանում ու սկսում է ջուր։ Գնաց։ Դե բունկա։ Հետը կարող ասեմ։ Օպա։ Դա բոուլինգը խաղ։ Լավ էլ դիպուկ խփեց։ Բունկա։ Գնա։ Ինքան բգլիկա որ ամեն ինչի պատրաստ է։ Դե սրանք էլ կուտես, բունկա, գնացի ես։ Ապրես։ Ծանոթացի, Բարև ձեզ։ գետաձի խնամողն է եւ եղնիկների խնամողն է։ Շատ Ալան հաճելի։ երկար տարիների աշխատող է։ Հիմա ինչ ենք անում, Տիկին Ալաջան։
Մենք հիմա իրան ներսում փակենք, որպեսզի կարողանանք մենք Այստեղ այստեղ մաքրել ու իրան կերակրել։ Մենք իրան կկանչենք, ինքը կգա ներս։ Փայփուն, Արի, Թայֆուն ջան, արի։ այստեղից եմ տալու։ Հա։ Արի։ Արդեն քանի տարի է այս գործի մեջ եք։ Ես 26, 27։ Արի գնա։ Օրը երկու անգամ ինքը կերակրվում է, երկու անգամն էլ մաքրում ենք։ Որով ես աշխատում։ Հավաքում ենք, որպեսզի նորից կերակրենք։ Ինքը ծնվել է, փոքրուց մենք պահում ենք, խնամում ենք իրան։ Քանի սերունդ գետած եք պահել։ Արդեն 27 տարի է աշխատում եք։ Հա, բայց ես սկզբից Իրա մորն ու հորն էլ գիտեք։ հա, Իսկ ինչ որ բան կա, որ ոնց վերաբերում են կենթայիներին, ասենք ձեզ բարկացնում է կամ այդ մոտեցման հետ խնդիր ունեք։ կոնկրետ գետաձի ու պահով, ասենք գետաձին ջրի մեջ է, Հա, ասենք գետաձիերը տենց սովորություն ունեն, իջնում են միջև ջրի հատակը, մի 2 րոպե կարան մնան։ Այցելուն գալիս է, ուզում է քարով խփի, որ կենթանին բարձրանա ինքը տեսնի։ հա։ Ես դրա վրա ջղայնանում եմ։ Հա։ Դե չի կարելի քարով խփում եք, Բնականաբար ցանկացած կենթանու էլ չի կարելի խփել, եթե չես պաշտպանվում։ շիշ են գցում։ Դրա համար մենք արգելել ենք ընդհանուր գետաձիուն կերակրել։ Այցելուն իրավունք։ Իսկ որ մի կենթանու հետ կապվում ես, օրինակ իրան խնամել ես տարիներ շարունակ, իրան կերակրել ես, հետո որ չգիտեմ, հաստիքը փոխվում, արդեն պետքա գնաս ուրիշ կենթանի։ Այդ անցումը ծանր է լինում։ Շատ։ Իսկ հետո իրենց մահը շատ ծանր է, չէ՞ տանում ելը։ Հա, դե, Հարազատի պես հա, լացում էի։ հա։ Գետաձին, որ պապան մահացել էր, արդեն տարիքով էր, ինքը շատ հիվանդ էր, բայց ամեն դեպքում, եթե կենթանում խնամում ես, ցավ ես ապրում։ Հա, միանշանակ։ Ձայների նկատմամբ մի քիչ, ասենք, ավելի զգուշավոր է, Հա։ որ մի արտասովոր ձայն լսի, ինքը կարող է ներսից դուրս չգա։ Շատ զգայուն է ինքը։ Բայց ինքը շատ լսող է, ինքը շատ խելացի է։ Ձեր ամենասիրած կենթանին ո՞րն է։ Գետաձին։ Միրգն էլ լցնում ենք մեջը։ Լավ միրգ ու բանջարեղեն է։ Ոնց է, չէ՞, տենց դասավորվում թե ով որ կենթանուն է խնամում էլի, ինչ որ բնավորության հատուկ գծեր կան, որ հենց այս կենթանիներին իրան է բնորոշ խնամելը, գիշատիչներին ուրիշ մարդ տեսակ։ Բարի ախորժակ։ Խնդրեմ։ Այդ հույզերն է էլի շատ հետաքրքիր մարդկանց, որ կենթանիների հետ կապվում են։ Ձեր կյանքը կպատկերացնեիք օրինակ առանց կենթանու հետ փոխհարաբերությունների։ Սկզբից չէի պատկերացնում, որ կարող այդքան երկար տարի ես աշխատեմ այգում, բայց հիմա չեմ պատկերացնում առանց կենթանիների։ Հանգստանում ես, ներվերդ հանգստանում է, տրամադրությունդ բարձրանում է կենթանու հետ։ Էս ինչ է։ Էսի համակցված կերա, խոտագարի է, վարսակա։ Սրանք էլ համարյա, մարդամոտ են շատ, վազում են այցելուի ձեռքին են նայում, թե ինչ է տալու։ Եկեք դե, եկեք ճաշիկ ուտելու։ Հասանք որինների մոտ։ Կարենը մեր գիշատիչների խնամողների ավակ խնամողն է։ Շատ հաճելի է։ Օրվա մեջ քանի անգամ եք կերակրում։ Մի անգամ։ Մի Հիմա անգամ։ այս երկու կտոր աստ է, մեկը այս մեկինն է, մեկը ներսինինն է։ Հա։ Հիմա այսինքն այս մեկին դրսից կերակրում ենք, որ չմտնի մեր հետևից ներ։ Փակում ենք։ Այն դիմացի դուռը փակում ենք, հետո նրան պերեգոն անելով, որ բները մաքրվի։ Ուզում եմ ներս գնա, հա, բայց։ Հա, հիմա որ իրան կերը չտայինք, ներս էր գալու, չենք կարանալու հանել։ Դու քանի տարի ես գործում ես։ Երկու, համարյա։ Հա, բայց հենց դու ես ընտրել գիշատիչներ։ Հա, ուրիշ բաժնում չեմ աշխատի։
Երևի պետքա մաքրել, չէ՞։ Այսինքն սա ջուրը բերում է։ Բայց ես որենիների մասին ավելի վատ էի պատկերացնում, որովհետեւ սա տես մի քիչ տես բարի կենթանի է, էլ։ Սենց, ճիշտ եմ Այսինքն անում։ ցանկալի է դրսից անես այդ ամեն ինչ։ Իսկ ինչքան ժամանակը մեկ է այս արվում։ Ամեն օր 2-3 օրը մեկ էլ, այսինքն նույնը արվում է քլորով բանով։ Իսկ կենթայիները քեզ ճանաչում են արդեն։ Հա, բա ինչ եմ։ Հիմա բուբուշին սիրում եմ, բայց դրան ասենք տեն։ Ինքը մարդամոտ չի։ Անունները մեկին է Բուբուշա, մյուսը Գոռո։ չես վախեցել հենց սկզբից էլ։ Չէ։ Կտուս լավն է, էլի։ Հա, բուբուշ։ Հələ դու։ Բավական հետաքրքիր գործ է։ Ինչ որ չափով նաև վտանգավոր։ Դե իհարկե իր հոգնածնող կողմերով։ Բայց դե համեմատած նախորդ հաղորդումների գործերին չեմ ուզում տարբերություն մտցնեմ, բայց վստահ եմ այն մարդիկ, ովքեր սիրում են կենթանիներ, իրենց համար նաև հաճելի է։ Հիմա գնանք ընդմիջման, հետո գնանք տեսնենք առյուծների մոտ ինչ գործ կա անելու։ Ինչով օգնեմ ձեզ։ Դե ինչ ասացի այսօր ասացիք որ։ Հանգստացի դու օգնած ես։ Սկզբից կենթայիներն եք կերակրում, հետո նոր դուք հետո գնալու ենք առյուծների մոտ։ Հա, պատկերացնում։ Շատ հաճելի։ Ամենակարևորը գիշատիշխի հետ աշխատելու անվտանգությունն է նոր մնացածը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես գիշատիչների պատասխանատուն եմ Սոս ջան։ Անունս Անդրանիկ։ Ուր ա բա մեր վագրը։ Մեր վագրը հեսա դուս կգա այս պահին։ Հա։ Կվայելի ուտեսը իր ամենասիրած։ Արի շակա։ Ինչ անենք Սոս ջան, գնանք առյուծների մոտ։ Գնանք։ Գնացինք։ Մենք գնանք, որ իրանք չգան մեր մոտ, էլի։ Էդի հաստատ։ Այս մեր սպիտակ առյուծն է։ Շքեղ։ Արի Մուֆիկ, արի։ Մուֆիկ։ Փառահեղ տեսքում, էլի։ Արի Մուֆիկ, արի։ Արի դե, արի ներս։ Շատ սիրուն է։ Ինչ անենք քո համար առյուծ արքա։ Այս մեր Մուֆասայի ազատավանդակն է, որտեղ պետքա էլի պահպանենք անվտանգության կանոնները ըստ ուժ նայելով կենտ բալանին փակ լինի։ Այս պարտադիր ամեն օր արվում է, հա։ Եթե առյուծը կջղայնանա։ Ինքը ստեղ ժամանակ անցկացնում է, Համարները չէ, բայց սա ձմեր ներսն արվում։ բայց դե գոնես գիտես առյուծի համար ես անում, էլի ինձ համար։ Թող այդ իսով, հեսա։ Այս սենց գնում է, Հա, դե ինքը էտն է։ այս սենց գնում է կոյուղի մոտ։ Գոհ ամեզ դիսնալու առյուծը։ Եկան հեմած ներս կգան, հեսա սրանք փագենք սրանք։ Եմ եսա կգորան միացտե, իրանց տարած կա, նոր են մտե, արդեն ուզում են գրմրան։ Սոս ջան, դուս եք գալ իրանց տարած դրսի։ Այս երկու եկի տարած եք դուս գալ Այս առյուծ։ փագա, դուրս Հա, իհարկե փագա, խոչում ոս։ Դավաս իրանց։ սենց գնացի։ Հիմա հատ, ասենք մեկը կարանք ստե դնենք։ Մեկը ստեղ, հա երեմ։ Հա, Ծառից սիրում են վերցնել։ հա մետ էի փորձում։ Այստեղ կարող է փորձենք դնենք, տենակ կհասնի։ Վերջ, հիմա պիտի դուրս գանք։ Իրանց բաց թողենք դուրս թողնենք։
Այդքան միսը բերենք։ Քոննա, սպասի։ Հեսա դնենք մեզ չուտես։ Թե գաուտի, հարդություններն են կուշտելն են, հանգիստ խղճով հեռանեն։ Ապինա։ Իրականում շատ հետաքրքիր փորձառություն էր ու ինչպես բոլոր կարևոր գործերը, այնպես էլ կենդանաբանական այգու աշխատանքը իր դժվարություններն ու նրբություններն ունի։ Գայթակղիչն այն է, որ այստեղ աշխատակիցները գործ ունեն բնության ու կենդանիների հետ եւ փորձում են մեծ նվիրումով այնպես անել, որ այստեղի կենդանիները հնարավորինս իրենց լավ զգան անազատության մեջ եւ մոտ լինեն մեզ մարդկանց։